Բարի երեկո, առաջին լրատվականի եթերում Անտինոմյան է։ Հոկտեմբերի 24-ի է իր հանրահավաքային վերջին ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը եւս մեկ անգամ արձանագրելով, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին այլևս անշրջելի եւ կայացած փաստ է, հայտարարեց. Ես համոզված եմ, որ նոր իշխանությունների ձևավորման պարագայում Եվրասիական միության կազմում անգամ Հայաստանը կարելի է դարձնել արևմտյան կամ համամարտկային արժեքների, այն է ժողովրդավարության, խոսքի, մամուլի, խղճի ազատության, մարդու իրավունքների, շուկայական տնտեսության վրա հիմնված իրավական պետություն։ Որքանով է հնարավոր արևմտյան արժեքների վրա հիմնված պետություն ձևավորել մի համակարգում, որտեղ մարդու իրավունքների, խոսքի ազատության, շուկայական տնտեսության եւ այլ Տեր-Պետրոսյանի կողմից մեջբերված արժեքները ոչ միայն մերժելի են, այլև հաճախ հալածվում են։ Արդյոք այս դեպքում, երբ քաղաքակրթական ընտրությունը ստորադասվում է իրավիճակային քաղաքական շահին, մեզ խոստացված համակարգային իշխանափոխության փոխարեն չենք ունենա պարզապես անձերի փոփոխություն։ Այս հարցերը այսօր Անտինոմիայի տաղավարում քննարկելու ենք բանաստեղծուհի հրապարակախոս Մարինե Պետրոսյանի եւ Գյումրու ասպարեզ ժուրնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Մարինե, եւ այսպես Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից իմ առանձնացրած հատվածը դուք առանցին հատուկ ընդգծել եք, նշելով, որ դա ամենակարևոր հատվածն է, որի ուղղությամբ պետք է կենտրոնացնել ջանքերը եւ ուշադրությունը։ Ինչպես եք պատկերացնում արևմտյան արժեքների վրա հիմնված պետության կառուցումը մի համակարգում, որի անդամ պետություններում անգամ ձեր երազած իշխանափոխությունը իբրև այդպիսին տեղի չի ունենում։ Նախ ես մի կարևոր ճշտում անեմ, որ իդեպ խոսքի մեջ նաև Տեր-Պետրոսյանը արեց, ասեց արևմտյան ավելի շուտ համամարտկային, ես դա կարևոր ճշտում է, որովհետև ես չեմ կարծում, որ այդ արժեքները միայն եվրոպական են, դրանք իսկապես նաև մերն են, եւ դրանց արմատավորումը Հայաստանում, որտեվ ինչ որ իմաստով կան, ուղղակի ամրացումը Հայաստանում, ես չեմ պատկերացնում, որ պիտի կատարվի արևմուտքի օգնությամբ առաջին հերթին։ Ես ամենակարևորը համարում եմ ներսի պոտենցիալը, եւ ես այդ պոտենցիալը տեսնում եմ։ Ես կարծում եմ 2008-ի շարժում ճիշտ առայժմ չի հաղթել, բայց ինքը ահագին դրական էֆեկտ տվել է եւ դրա ամենամեծը գուցե հենց այն է, որ ստեղծվել է այն ուժեղացել է այն հանրությունը, որը հենց թեկուզ նրանով, որ նույնիսկ հենց ասենք շարժման հետ հիմա չի հարցվում քննադատում եւ այլն, բայց հենց ցույց է տալիս, որ Հայաստանում կա քաղաքացիական հանրություն, որը ամեն ինչի չի համաձայնում, որ սեփական որին Լևոն Տեր-Պետրոսյանը որակեց որպես ջղաձգողներ։ Ես ասեմ ձեզ, քանի որ ես ինքս բանաստեղծ եմ, բայց նաեւ քաղաքականությամբ բավական ակտիվ հետաքրքրվում եւ ինչ որ չափով ոչ լրիվ մասնակցում եմ, ասում ոչ լրիվ, ոչ քաղաքական գործիչ, ես կարող եմ երևույթներին նայել մի տեսակ երկու կողմից, հա, որովհետև երբ որ ես մտածում եմ, ինչու ասենք Տեր-Պետրոսյանը, երբեմն իսկապես անակնկալ բաներ է անում, ես փորձում եմ մտնել իր ոնց ասեմ, տեղից, որը քաղաքական գործչի տեղն է, այսինքն քաղաքական գործիչ, որը քաղաքական հաշվարկ է անում, հա, բայց ես նաև հասկանում եմ ասենք նրանց, որոնք բացարձակ քաղաքական գործիչ են եւ պարտավոր չեն լինել եւ որոնք քաղաքացիական, ասենք, դիրքորոշումից են նայում։ Դրա համար ես կարող եմ բաներ տեսնել, ուրեմն եւ ես ասում եմ, այո, Տեր-Պետրոսյանը իմ կարծիքով չգիտեմ, կոպիտ արտահայտվեց, ոչ թե իմ կարծիքով ակնհայտորեն։ Ես իդեպ դրա մասին եմ գրել, եթե կուզեք նաև դա կարող եմ գուցե մի քիչ շեղի։ Ես կարծում եմ իր այդ կոպտությունը շատերը սխալ են իրանց վրա վերցնում, ասենք քաղաքացիական հանրության անդամները սխալ են իրանց վրա վերցնում։ Դա կոպտությունը ավելի շուտ ուղղված է այն քաղաքական գործիչներին, որոնք անջատվեցին ՀԱԿ-ից եւ փաստորեն, ոնց ասեմ, ինչ որտեղ քաղաքական առումով եթե նայենք խփեցին ՀԱԿ-ին։ Մինչև վերջ մնացին, ինչու խփեցին։ Խորհրդանական ընտրություններից հետո դուրս եկան ի վերջո այդ մարդիկ։ Քաղաքականության մեջ եթե դու հեռանում ես, դու խփում ես։ Դա տարական տրամաբանություն է։ Բայց եւ հիմա Տեր-Պետրոսյանը հայտարարեց, ես ավարտեմ, հա։ Եվ Տեր-Պետրոսյանը իմ կարծիքով, ես կարող եմ սխալվել, դա իմ մեկնաբանությունը, ես իրար չեմ շփվում եւ չգիտեմ իրան անձնապես այդպես լավ չեմ էլ ճանաչում։ Իմ տրամաբանությամբ ինքը ուղղակի ժամանակը համարում է, որ ինքը պատասխան է տալիս, հա, որ դուք հեռացաք, որ դուք ինձ բանարեցիք, հիմա ինքը ժամանակն է գտել, որ ինքը ապացուցում է, որ ինքն էր ճիշտը։ Ես այդպես եմ հասկանում։ Շատ լավ։ Դուք նշեցիք, որ պոտենցիալը կա այդպիսի արժեքների վրա հիմնված պետություն ստեղծելու։ Նախ եւ առաջ այդ պոտենցիալը թերևս պետք է դրսևորվի այսօր հարթակում կանգնած առաջնորդների մոտ, որոնք խոստանում են համակարգային իշխանափոխություն եւ խոստանում են ահա այդ արժեքների հիմնավորումը մեր երկրում։ Օրինակ, դուք
եռյակի առաջնորդներից Գագիկ Ծառուկյանին համարում եք արևմտյան արժեքների կրող։ Ես հիմա ավելի լավ ասեմ ինչ եմ համարում, հա Գագիկ ծա։ Իմ ասեմ դες որ ես իրան էլ անձնապես բնականաբար չեմ ճանաչում։ Հանրավակում շատ ուշադիր հետևել եմ, նույնիսկ տեսանյութերը մի քանի անգամ հետո առաջ եմ շրջել, նույնիսկ ասենք հարթակում կանգնելու եւ այլն տարական մանր բաներից հասկանալու մարդու բնավորությունը եւ այլն։ Այդքանն է իմ ինֆորմացիան, ասում ես անձնական շփումներ չունեմ, ինչ որ խոսում է, ինչ որ անում է։ Ես այսպես եմ հասկացել, որ այդ մարդը բիզնեսմեն է, իհարկե քանի որ մեր համակարգը օլիգարխիկ է, ինքը օլիգարխ է նաև, հա, այսինքն պարզ բիզնեսմեն չի, բայց այդ համակարգի բնույթն է, ինքը իսկապես բիզնեսմեն է, հա։ Եվ այդ մարդը շատ դժվար մտավ քաղաքականության մեջ, մենք հիշում ենք ինչքան դժվար իրան քաշում էին եւ ինքը չէր գալիս, հա։ Եվ ինչ որտեղ իր կողմից ինքը ճիշտ էր իր լոգիկայով, որտեղ այդ մարդը ունի հսկայական փող, ունի Հայաստանում ահագին մեծ զանգված, որը իրան պաշտում է, այդ ուրիշ հարց է ինչի է պաշտում, որպես բարերար, հա, կա այդ հարուստների նկատմամբ։ Ուրեմն ինքը ունի երկու ամենակարևոր բանը, իհարկե ինքը ունի նաև քննադատողներ, բայց ամեն դեպքում ինքը ունի նաև դրական պոզիտիվ ընտրազանգված, հաստատ ունի, երևի կհամաձայնի։ Հիմա այդ մարդը եթե մտել է քաղաքականություն, իսկ այս վերջին ելույթներով ակնհայտորեն մտավ, չէ՞, կհամաձայնենք։ Ուրեմն իմ կարծիքով, եթե ինքը արդեն մտել է, ինքը պետք է աշխատի ինչ-որ բան անել, հա, ինչ որ դրական, որ մարդիկ, որոնք անդադ ասում է ես գալիս եմ, ես ձեր հետ եմ, ոնց է անդադ։ Բայց այդ ինչ որ բանը, ես դա պատկերացնում եմ ամենից առաջ տնտեսական ոլորտում, այսինքն տնտեսության մեջ, եթե ինքը փորձի, ասենք, փոքր եւ միջին ամենից առաջ երևի դա, հա, բիզնեսի համար բաներ ստեղծել, այսինքն դա ինչպես պետք է անի, ճնշելով չի անելու, ճնշելով չի լավանալու վիճակը։ Ուրեմն եթե ինքը վիճակը լավացնելու, ուրեմն ինչ որ պայմաններ է, չէ՞, ստեղծելու։ Ես չգիտեմ դրա անունը ինչ կդնեք արևմտյան թիվային, դա տնտեսական բարելավում է, որը Հայաստանում իմ կարծիքով արդեն հնարավորություն կստեղծի մնացած բարեփոխումների համար, որովհետև ես չեմ հավատում, որ աղքատ երկիրն է լինում դեմոկրատական։ Երկիրը նախ պետք է մի հատ դզվի։ Սա առաջին տնտեսական, ամենաառաջին տնտեսական ակնկալիքն է Իրանից, որը իմ համար շատ ռեալ է, բայց երկրորդը ասեմ։ Նաև ես կարծում եմ ինքը եթե հասնի նրան, որ ասենք հանրապետականը մենաշնորհը կորցնի, եւ լինեն ընտրություններ, անկամ եթե այդ ընտրություններում բարգավաճ ախտի, որը շատ ռեալ բան է, 100% չի, բայց ռեալ է, բայց էլի ամեն դեպքում իսկական ընտրություններ, դա էլ քաղաքական ինչ որ փոփոխություն է, հա։ Շատ լավ, շնորհակալություն, քաղաքական ձեր նշած փոփոխությանը քիչ անց կվերադառնանք։ Պարոն Վարսեղյան, դուք վերջին հանրահավաքից հետո հրապարակավ հայտնեցիք ձեր հուսախաբությունը եւ հիասթափությունը, նշեցիք, որ ամենևին չէի սպասվում եւ ԵՏՄ-ի հետ կապված հատկապես հայտարարությունից հետո ձեզ համար այլևս միևնույն է, թե ով է լինելու Հայաստանում Պուտինի, այսպես ասած, ձեր ձևակերպամբ նայողը։ Գործակատարը։ Այո, հիմա հարցը հետևյալն է, ինչու եք այսքան հոռետես եւ ինչու չեք հավատում, որ օրինակ Բարգավաճ Հայաստանը կամ ՀԱԿ-ը իշխանափոխություն անելով այստեղ իրավիճակը չի փոխի եւ մենք չենք ունենա արևմտյան արժեքներին դավանող պետություն, որը ի վերջո կվերադառնա իր ակունքներին։ Շնորհակալություն։ Հարցը արևմտյան արևելյան արժեքները չէ, հարցը այն միջավայրն է, որտեղ մարդը ավելի լավ է ապրում, այդ լավ ապրելը եւ հացիվ եւ բանիվ իհարկե, ու շատ դժվար է դրանց հավասարակշռության չափը գտնել կամ հաշվեկշիռը գտնել, որն է ինչա եւ այլն։ Առնվազն ֆիզիկան մեզ հաղորդակի ծանոթներն է հուշում, թե ուր է մտնում Հայաստանը, մտնում է մի տեղ, որի անդամ երկրները ավտորիտարիզմով անհամեմատ ավելի ծանր վիճակում են, քան Հայաստանն է, մարդու իրավունքների հետ կապված եւ շատ ուրիշ հարցերով ավելի բարդ մարդու կենսական բարեկեցություն ապահովելու տեսանկյունից ավելի ծանր վիճակում գտնվող երկրներ են, քան մերը։ Մերն էլ մի ելաստապատ չէ, բայց այդ ցուցանիշներով, որոնք չափում են ամենատարբեր կազմակերպություններ, մենք ահագին դրվագներով ավելի լավ վիճակում ենք հիմա։ Իսկ այդ հաղորդակցությունը եւ մանավանդ այդպիսի ենթակայացվող հաղորդակցությունը, երբ տղաջան պետք է լինես այստեղ մոտավորապես սեպտեմբերի 3, հա, ինձ հուշում է, որ չի կարող այդ երյակի ազդեցությունը չլինել Հայաստանի վրա եւ լինելու է ու դա լինելու է բացասական ազդեցություն։ Լեզվի նկատմամբ ճնշում, վաղը չեմ մյուս օրը դրամական միավոր, անկախության եւ ինքնիշխանության մի շարք ատրիբուտներից հրաժարեցման պարտավորեցում կամ հուշում։ Գուցե կելնի կասի Հայաստանը ցանկություն է հայտնել ունենալ ռուբլի դրամական միավոր եւ այլն։ Այդպիսի անհետեթ ինչ որ սուտ հիմնավորումներով կփորձեն
Հայաստանը շատ նմանեցնել, համապատասխանեցնել այդ երյակի ստանդարտներին, ինչպիսին որ այնտեղ է։ Այսինքն դες համար համոզիչ չէ Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը այսուհետ լինելու է նույնքան ինքնիշխան այդ միության կազմում, որքան իհարկե բացարձակ համաձայն չեմ այդ մտքի հետ, որ երբ խոսք է գնում ինքնիշխանության մի շարք բաղադրիչների զիջման մասին, այդ պահին ասվում է, թե Հայաստանը կլինի այնքան ինքնիշխան ֆինանսավարկային, ուրեմն մաքսային եւ այլ այդ քաղաքականություններում երկրի համար կարևոր որոշումները կայացնելու է արդեն Եվրասիական տնտեսական միությունը, եթե վավերացվի այդ պայմանագիրը, այսպես ասած։ Այսինքն ակնհայտ է, որ ինքնիշխանության մի շարք ինքնիշխան որոշումներ կայացնելու մի շարք դրվագներ վերապահվելու են ոչ թե Հայաստանի իշխանության, այլ վերիշխանական, վերպետական մի մարմնի։ Կարիք կա նորից բացատրելու, որ դա ինքնիշխանության մասի զիջում է։ Որտեղ է այն սահմանը, երբ որ Հայաստանի իշխանությունը ով էլ լինի նա, ամենաիդեալական իշխանությունը, ասելու է Մոսկվային, թե չէ, մենք սա արդեն չենք ուզում զիջել։ Ասենք վաղը չեմ ուսորը ասելու են, ապեր գիտեք, հոգնեցինք ձեր հայերենից ռուսերեն այդ մաքսային թղթատարությունը անընդհատ թարգմանում եք, բերեք ռուսերեն արեք։ Զիջելու ենք։ Դրամը բերեք բանանենք, դառնա մի հատ ընդհանրական ռուբլի կամ եւ այլն։ Բայց գուցե իշխանափոխություն լինի եւ այստեղ այլևս հակազդեն եւ բայց ես խոսում եմ այն հայտարարված կանխավարկածի մասին, որի մասին խոսել է Տեր-Պետրոսյանը, որ վաղը չեմ ուսորը մենք կլինենք ինքնիշխան, էլի կլինենք, անգամ դրա կազմում կլինենք ինքնիշխան, հա, ես բառացի չվերարտադրեցի, հա, բայց ակնհայտորեն ինքը խոսում է դա համաձայնություն տալով ինքնիշխանության զիջման այս բերածս դրվագներին, որի մասին բոլորը գիտեն, կարիք չկա նորից բացատրելու։ Ենթադրենք փոխվել է իշխանությունը, եկել է շատ բարեխիղճ իշխանություն Հայաստանում, անուն չտանքով է եկել իշխանության եւ Մոսկվայից ասում են, գիտեք, դուք քանի որ այս տնտեսական միության անդամ եք, բերեք արդեն դրամական միավոր մի ունեցեք, ինչ կլինի։ Սա ինքնիշխանության ատրիբուտ է, չէ՞ վերջը։ Զիջելու ենք թե չէ։ Հիմա պիտի ասվի այդ մասին։ Հաջորդ հանրահավաքին լավ կլինի, որ մարդկանց բացատրվի, մինչև ուր ենք զիջելու ինքնիշխանության բաղադրիչները, թե այլևս չենք զիջելու, միայն զիջելու ենք այն, ինչ որ հիմա գրված է այդ պայմանագրերի մեջ, հա, ֆինանսավարկային քաղաքականություն, մաքսային քաղաքականություն եւ ելի մի քանի հարակից բաներ։ Եկուց մյուս օր էլ կասենք, գիտեք, հապ կկա, ինքնիշխան առանձին բանակս ո՞րն է կներեք, հա, բանակ ունենալու կարիք ունեք, որտեղ է այն սահմանը, որ գալող իշխանությունները կամ ուրիշները, որոնք չկան դեռ հորիզոնին, հա, գալու են, ասեն, որ լինելու ենք մաքսային, ինչ է, տնտեսական միության մեջ, բայց դրանից ենքոմ չենք զիջելու մեր ինքնիշխանության բաղադրիչները։ Ո՞րն է այդ սահմանը, ձեզ համար տեսանելի է։ Ընդհանրապես սխալ դրվեց, այսինքն Լևոնի ասածից ես զարմացա, այսինքն դուրս եկավ, որ դա ամբողջովին կախված է, այսինքն այդ բանից է, այսինքն եթե մենք մտանք, հա, մտանք վաղ ոնց որ մտնում ենք, ուրեմն վերջ է, մեզանից ոչինչ կախված չի, վերջացան, իսկապես դու այդպես ես կարծում, Լևոն։ Այն ոլորտները, որոնք նշված են պայմանագրում, մաքսակետեր ասենք թե, ֆինանսավարկային քաղաքականություն, այդ ամբողջի վերաբերյալ մեր ինքնիշխան որոշում կայացնելու իրավունքը մենք այդ պայմանագրով զիջելու ենք վերպետական մարմնի։ Լավ, ես իմ մոտեցումն ասեմ։ Զիջելու ենք, սա փաստաթուղթ է։ Ես համաձայն եմ Լևոն Տեր-Պետրոսյանին, որի մեջ եթե մենք Եվրամիություն մտնենք, դա ակնհայտ բան է, այս թվում Լևոն Տեր-Պետրոսյանն էլ չէ, ակնհայտ բան է։ Եվրամիություն էլ մտնենք, այսինքն մենք ինչ-որ բան զիջում ենք, ընդհանրապես մի վարքան, Մարինե ջան, Եվրամիություն մտնելու շատերի համար կար ներողություն։ Մեր քաղաքական օրակարգում չկար Եվրամիություն մտնելու հարց։ Լավ, ասոցիացիան պայմանագիրը եւ ասոցիացիան պայմանագիրը երկու կողմերի Եվրամիության եւ Հայաստանի Հանրապետության իրավահավասար պայմանագրային հարաբերություններ են եղել։ Չէ, որովհետեւ շատ է խոսվում Facebook-ում անընդհատ այդ կռիվն է, բա Եվրամիությունը մեզ չէր ստրգացնելու, դե թողեք ռուսները ստրգացնեն, մոտարապես այս լոգիկան անընդհատ ֆռում է։ Եթե անգամ չկար Եվրամիություն մտնելու որևէ բանակցություն չի եղել։ Շատ լավ, ուրեմն ասեմ, եթե անգամ չկար, բայց ես համոզված եմ, որ Հայաստանի հասարակության, գոնե իմ ընկերների, իմ շրջապատի մի մեծագույն մասը համաձայն կլներ, եթե մենք Եվրամիություն մտնեինք։ Ես այդպես եմ կարծում։ Ինչու՞։ Որովհետև Եվրամիությունը չնայած բոլորս էլ հասկանում ենք, որ ինչ որտեղ զիջում ես, ինչ որ չափով զիջում ես եւ ցանկացած միության մեջ զիջում ես, բայց ինքը լավ միություն է, այսինքն իր պոզիտիվ դրական կողմերը շատ ավելի լավն են, ինքը ի վերջո եվրոպական
եւ տնտեսապես է լավ, եւ մարդու իրավունքներ, այսինքն եթե մենք տեսնեինք, որ լավն է, իմ կարծիքով այդ զիջումը այդպիսի ման չէր ստանա տրագիկ երանգներ։ Իմ կարծիքով խնդիրը այն է, եթե դու տեսնում ես, որ այդ միություն Ուկրաինայի օրինակով ակնհայտ տեսնում ես, այսինքն տեսնում ես, որ այդ Ուկրաինայի նման հսկա երկիրը չկարողացավ դիմադրել եւ հիմա անգամ երբ որ Ամերիկան եւ Արևմուտքը թիկունքին այսպես ամուր կանգնած են իր կարևորության պատճառով, էլի ինքը ընկել է ահավոր վիճակների մեջ եւ պարչի վաղ ինչ կլինի, եթե դու դա տեսնում ես, դու հասկանում, դու պետքա նախ հասկանաս, դու ունես այլընտրանք, ես Լևոնին ուզում հարցնել, ինքը տեսնում է այլընտրանք, ասենք չմտնելու, հա? Ես ունակ սկզբից իսկապես շատ ջղանացածների մեջ եմ եղել, բայց քանի որ այն ոչ մի քաղաքական ուժ, որը փորձեց այդ ուղղությամբ ինչ-որ բան անել, ոչ մի ռեալ ծրագիր առաջ չքաշեց, այսքան նույնիսկ ինչ ասեմ 30%-ի անգամ, լավ, ռեալության ծրագիր առաջ չքաշեց, ես հասկացա, որ իսկապես այդտեղ անելու բան չկա։ Ոչ չի կարելի մենակ էմոցիայով առաջնորդվել։ Ի վերջո քաղաքական հարց էս լուծում երկրիդ։ Եթե չկա, ուրեմն ավելի ճիշտ չի, ավելի լաց լինելու փոխարեն ասել, անել այն առավելագույնը ինչ հնարավոր է։ Ես այսպես եմ հասկանում եւ լավ, լսենք ճիշտ դիրքորոշում է։ Լևոն, դու ունես այլընտրանք ոնց ես պատկերացնում։ Թույլ տվեք ուրեմն։ ԵՏՄ որ վատն է Եվրասիական տնտեսական միությունը, չեմ վիճում, բայց որ մենք մի լրացուցիչ վատ բան ենք անում այնտեղ հայտնվելու համար, սա ինձ համար անընդունելի է։ Զիջել ինքնիշխանության մաս։ Չհասկացա, ոնց մենք բանը։ Հայաստանի Հանրապետությունը զիջում է, զիջել է, Սերժ Սարգսյանը զիջել է Հայաստանի ինքնիշխանության մասը, այդ թուղթը ստորագրելով հոկտեմբերի 10-ին, նոյեմբերի քանիսին էլ ուզում են վավերացնել։ Մենք զիջում ենք, այսինքն բացի նրանից, որ վատ, անգամ եթե շատ լավն է, ենթադրենք խոսքը Եվրամիության մասին է եւ ինչ-որ խոսակցություն կա, Սերժ Սարգսյանը մի օր քնից ելնում է եւ ասում է, որ Հայաստանը ցանկություն է հայտնել լինելու Եվրամիության մեջ։ Այդպիսի ցանկություն Հայաստանը չէր հայտնել, չի հայտնել այս անգամ եւ այլն եւ ուզուրպացնում է իշխանությունը լրացուցիչ անգամ։ Մեր անունից բաներ է ասում, որը սուտ է։ Ինչեւ իմ Հայաստանը նման ցանկություն չի հայտնել, ճիշտ է։ Այդ դեպքում անգամ զիջում ենք ինքնիշխանության մաս։ Նման բաների համար ենթադրաբար պիտի լինի հանրաքվե։ Հանրաքվեի համար պիտի լինի ենթադրաբար 2-3 տարվա ազատ հավասար քարոզչության հնարավորություն, որ մարդիկ իսկապես կարողանան ազատորեն բոլոր լավ ու վատ կողմերին հաղորդակցվեն, հետո գնան իրենց կարծիքը հայտնեն, մարդ Բայց դու տեսականորեն ճիշտ բան ես ասում, բայց իրականում հանրաքվե դու ես ասում եմ որ դեպքում արդար կլինի եւ որ դեպքում սահմանադրական կլինի անդամակցությունը որևէ միությանը, սա եմ ասում։ Ախր տեսականորեն բան ես ասում, բայց այլապես ստացվում է իշխանության զավթում։ Հասկանում եք, մարդը եկել է, որոշել է, որ Հայաստանը միանալու է Կամչատկային։ Հիմա ընդդիմությունը կամ կիսա ընդդիմությունը եւ կիսա մյուս ուժը, լավ, թույլ տվեք պայմանական ընդդիմություն ասել բոլորին, հա։ Իրենք ասում են, հա շատ լավ միտք է, չի եղել։ Ես հասկանում եմ, ոնց էիր ուզում որ ասել, որ ասել։ Բերեք մի հատ հասկանանք ինչ է տեղի ունեցել։ Քաղաքական ուժի տեղ ինչ կասես։ Արնի ջան, բերեք կասեմ, ես ասելիք ունեմ։ Բերեք հասկանանք ինչ է տեղի ունեցել։ Ինձ թվում է, որ տեղի ունեցել շանտաժ։ Սերժ Սարգսյանին շանտաժել են, ասել են եղավ, չեղավ։ Հիմա այդ շանտաժի զոհերի թվում ավելացել է դժվար կարծում որ հակառակ շանտաժն էլ կաշխատեր, ասենք, ենթադրենք, օրինակ, ենթադրենք։ Տեր-Պետրոսյանը վերկենում ասում էր Եվրասիական միությունը շատ վատն է, մենք ոնց չգիտեմ ինչ ես ուզում որ ասել, վատն է, մի խոսքով վատն է։ Մենք չենք մտնի, հա, Սերժ Սարգսյանը մտնում է, իսկ մենք այ որ գանք իշխանության չենք մտնի։ Չեք կարծում որ ես կարծում որ այդ դեպքում այս Սերժի ձեռքին այ այսպես բաներ, հաղթաթուղթեր, որ ինքը գնա ռուսներին ասի, տես ովքեր են, սրանց քաղաքականության մարտավարությունների մասին եթե խոսենք, գուցե արժե այդքան խորանալ, որ սա ասած, որ այսպես լինի, նա ասած։ Դու ասեցի դրա համար ես պատասխանեցի։ Չէ, ես գնահատեցի, որ շանտաժ է տեղի ունեցել։ Բայց իմ ասածը ավելի հավանական չի, քան քո ասածը, շատ ավելի ռեալ չի։ Սպասեք, թեն ու եթեն բերեք կողքի թողնենք։ Կոնկրետ, բերեք հասկանանք, Հայաստանի զարգացման տեսլականը անկախության կանխավարկածով ենք դիտարկում, թե անկախությունը այնքան էական չէ, տնենք կողքի, բեր իրար հասկանանք։ Քո երկրի ուժն է։ Եթե քո երկիրը ուժեղանում է, իսկ ուժեղանում է իմ կարծիքով դրանով, որ ունենում է այն իշխանությունը, որը վստահություն չենք ինքնիշխանության, այս էս ասում։ Մենք անում ենք, ես պատկերացնում եմ, որ անենք այն հնարավորը, որ ինչքան հնարավոր է ուժեղանանք, եւ դրա համար նախ պետք է իշխանությունը գնա։ Այդ հատվածում չենք վիճում, բայց ինքնիշխանությունը մեր տեսլական հիմքում, տեսլականի երկրի ապագայի հիմքում ընկած է, անձամբ քեզ համար։ Ես համարում եմ, որ ընկած պետք է լինի, եւ քեզ համար եւ ինձ համար։ Տեսլականի չեմ հավատում, ես ռեալ բաների եմ հավատում։ Այսինքն հիմա մենք անկախության ժամանակ չունենք դեռ։ Անկախությունը ո՞րն է, Լևոն։
ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքը։ Ներողություն, այ դուք անկախության տեսլականի մասին խոսեցիք, որ Սերժ Սարգսյանը մի օրում որոշեց ինչ-որ բան, պարտադրեց եւ դա տեղի ունեցավ։ Մի գիշերում, այո։ Իսկ ինչ արեց ընդդիմությունը դրան հակազդելու համար։ Մարինե, ինչու ընդդիմությունը որևէ քայլ չարեց ճիշտ ժամանակին Սերժ Սարգսյանի այդ տխրահռչակ քաղաքականության դեմն առնելու համար։ Այսինքն ոնց չարեց։ Որևէ կերպ ընդդիմությունը ԵՏՄ-ի անդամակցության դեմ որևէ անգամ հայտարարություն բացի մի քանի արևմտամետ ուժերից եղել է։ ՀԱԿ-ը նկատի ուներ, որ եթե Սերժ Սարգսյանը այդքան կտրուկ չթեքվեր դեպի արևմուտք, Ռուսաստանը այդքան չէր անհանգստանա եւ չէր ստիպի, որ չէր քաշի դեպի արև, այսինքն պետք էր ավելի հավասարակշռված, այդ է ասածը։ Եվ այդ իմաստով Սերժ Սարգսյանի արածները ՀԱԿ-ը չէր որոշում։ Բայց արդյոք Սերժ Սարգսյանը շատ կտրուկ թեքվեց 4 տարի բանակցությունները գնում էին, այդ 4 տարվա ընթացքում տեղի ունեցել նախագահական ընտրություններ, որոնց ընդդիմությունը իդեմս Բարգավաճ Հայաստանի եւ ՀԱԿ-ի չի մասնակցել, այսինքն մի կողմ են քաշվել եւ թողել են Սերժ Սարգսյանին իրականացնելու այն, ինչ նա ցանկացել է։ Հիմա երբ արդեն process-ը ավարտին է հասել, ասվում է, որ գործընթացը անշրջելի է։ Այստեղ դուք ընդդիմության բաց թողումը չեք տեսնում։ Ես կարծում ընդդիմությունը քաղաքական ընդդիմություն է եւ ինքը հաշվարկներ անում։ Եթե ինքը, ասենք, համարում է, որ եվրասիական համարում եթե չգիտեմ մի հատ հարցը հստակ տվեք դուք խոսում եք ուզում եք որ ինչի դեմ խոսել Եվրասիական միության դեմ խոսել այդ ասեցի ինքը համարում է որ խոսելը իրան վնասում է երկրին չի օգնում եթե իրան վնասում է երկրին չի օգնում ինչու ասել ընդհանրապես որ քեզ մի երկու կիծապ տա ոչ ես կարծում դա քաղաքական ճիշտ մոտեցում իսկ Եվրասիական տնտեսական միության դեմ խոսելը չի օգնում երկրին ակնհայտորեն սեպտեմբերի 3-ից այս կողմ ընդդիմության որպես այդպեսին ոչ թե անհատների ընդվզում չեմ հիշում ես չի եղել նման փողոքի ակցիաներին մասնակցել չի եղել միայն գազի պայմանագրի վավերացման օրը դեկտեմբերի 23-ին ընդդիմությունը ներսում դահլիճում որոշակի դիրք ցույց տվեց բայց վերջին այդ մարտի 1-ի հայտարարությունը անշրջելիության ճղածկվողներ ամսի 10-ի մարգինալներ ամսի 24-ի հաստատում են որ ընդդիմությունը համաձայն է Սերժ Սարգսյանի բռնած արտաքին քաղաքական կուրսի եւ Հայաստանի ինքնիշխանությունը զիջելու կամ նվազեցնելու դիրքի հետ ինչ պատճառաբանություններ բերում է Ինչ պատասխանեցի այլն դրանքը որն է դա երկրորդ մակարդակի հարց է Մարինե ջան եթե մենք երկուսս համաձայնում ենք որ բացատրեմ եթե մենք երկուսս համաձայնում ենք ինչ որ մի հարցի շուրջ որ ընդդիմությունը զիջում է համաձայնում է Սերժ Սարգսյանի հետ զիջել Հայաստանի ինքնիշխանությունը անցնենք առաջ դրա լուծումը որն էր չգիտեմ չի եղել ներողություն եթե չգիտեմ դա չի նշանակում թե պիտի պարտվել անպայման դա չի նշանակում որ պիտի զիջել չգիտեմ ինչ իմաստով եմ ասում իսկապես լայն համաժողովրդական գաղափարների բախում ու քննարկում պիտի լիներ ընդդիմությունը եթե մտահոգ էր պիտի գնար մարդկանց մեջ կամ 60 անգամ ցույցի ենք եղել մի անգամ գար կամ հարցներ ասեր տղեկ լարեք նայենք ինչ է ձեր ուզածը դուք քաղաքական ուժ չեք իմ մասին է խոսքը եւ էլի մի 2000 հրապարակավ մեր դիրքորոշումը բազմիցս հայտնել ենք Մարինե ջան ովքեր հետաքրքրված եղել են հարցրել են մեր կարծիքը հայտնել են կամ գուցե չեն հարցրել հասկացել են մեր ասածը գտել են որ մեզ հետ խոսալու բան չունեն հասկանում եք ինքը չես կարող վերլուծել ես լավ քեզ չասեմ ինձ ես վերլուծել եմ իսկապես մտածել եմ ինչ կարելի է անել որտեղ մի քանի ուժեր կային հիշում ես փորձում էին ասենք Դավիթ Շանազարյանը հիմա էլ կա իհարկե Արզումանյան նոր հրշեն, հա, այն մյուսը հրշեն, եւ այն փորձում էին, չէ, բայց ոչինչ չստացվեց, չէ։ Հա, մարդիկ անկեղծ ուզում էին, չէ, չստացվեց։ Հիմա եթե չստացվեց, դա արդյոք չի նշանակում, որ չկար հնարավորություն։ Գիտեք, Նժդեհին էլ էին ասում, ապեր, արի իջի գնա տուն։ Այդ մարդը ասեց չեմ իջնելու։ Մինչև սա չլինի Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ, ես տուն գնացողը չեմ, պատկերավոր եմ ասում։ Մինչև ուր ենք զիջելու։ Եկուց ասելու է ախպեր ջան պենջակը թանի կներեք, հա, եկուց ասում է գլխարկը թանի։ Ինչ է դեմագոգիկ հարց է։ Դեմագոգիկ հարց։ Շատ պրագմատիկ հարց է, մինչև ուր ենք զիջելու։ Չէ, դու որոշել ես, մի րոպե, դու նախագահն ես, դու Հայաստանի Հանրապետության նախագահն ես, եւ որոշել ես, որ չի կարելի, որ անընդունելի բան է, որ մենք անընդունելի բան ենք զիջում եւ չենք զիջելու։ Դու ինչ ես անում։ Եթե դու որոշես, մի վարքան։ Մինչև այդտեղ չէի հասցնելու երկիրը, որ ինձ տնեին փաստի առաջ։ Հասված է երկիրը։ Հիմա փաստից ռեալիզմից խոսանք։ Հասցված է իշխանությունը հաստատապես Սերժ Սարգսյանի վրա իր խորհրդարան մետր կամպրոմատով հասցված է։ Հիմա գալիս ենք ընդդիմությանը, որը գալիս է փոխելու սրան, չէ, ասում է որ ես իշխանություն եմ փոխելու։ Բայց այդքան ինչ է առաջարկում հասկանում ենք, հա, դրա համար ասենք թե
լոյալություն հայտնել Ռուսաստանից, ես էլ եմ հասկանում, Ռուսաստանին ասել, էդ էլ եմ հասկանում։ Կարիք կա անկախության գաղափարը պաշտպանողներին զատել իրենցից։ Կարիք կա ասել տղեկ, դուք մեզ հետ չեք։ Դուք պրոստը ինչ որ մի փոքրամասնություն եք քելեքստերի։ Դրա մեջ էլ քաղաքական հաշվարկ կա։ Ասեք նայեմ, հա, էլի այդ հաշվարկը։ Ասենքն կարիք կար որ 20 հոգի պակասել այդ հանրահավաքի ժողովրդից։ Ընդհանրեն, եթե դու ասում ես, որ այդ արևմտյան թևը Հայաստանում լրիվ թույլ է, այսինքն իրենց բան չի ներկայացնում, դու շնորհակալ Ռուսաստանը ընդհանրապես չէ, դու այսինքն դա է ասվածը, եթե մի քանի հոգի են, այսինքն իրենց բան չի ներկայացնում։ Դա մի քանի հոգին ես չեմ ասել։ Մի քանի հոգի չէ, ուզում ասեմ, եթե մեկը կանգնում է արտաքից ասում է, դրանով ինքը ասում որ Հայաստանում այդ վտանգը չկա, այսինքն Հայաստանին հանգիստ թողեք այդ հարցերը, որտեղ Ռուսաստանը եթե այդ վտանգը տեսնում է, ինձ թվում է, շատ չեմ հասկանում, բայց անգամ ռեալ պոլիտիկի տեսանկյունից բավական էր մեկ անգամ, ասենք մարտի 1-ի հայտարարությունն էր հերիք, որ հարգելի պարոն Կրեմլ, հա, մենք ձեր դեմ չենք կռվում, հա։ Ռուսները այդքան հեշտ չեն հասկանում։ Հարկավոր է հատկապես 20 հոգու անվանարկել, հա, իրանց ինչ ասել, որպես ինչ որ բան ապացուցվի, լավ, հո երեխա չենք ախր, կարիք կար։ Մի վարքան, բայց ես շատ մարդկանց գիտեմ, որ այդ հայտարարություններից հետո ցանկություն հասկանում եմ քո այդ վիրավորանքից դու քո վրա չունեմ բացարձակ։ Ես քաղաքական ուժ չեմ ներկայացնում։ Այդ ասվածը վերաբերում է քաղաքական գործիչներին, որոնք արևմտյան այդ տարբերակն են ներկայացնում, բայց բան չկա ոցան։ Եթե մի անգամ ասած հոկտեմբերի 10-ին, հոկտեմբերի 24-ին այդ ամբողջը ծաղկեցնելու արդեն մի քանի բերանով ասելու կարիքը ո՞րն էր։ Մանավանդ եթե խոսքը 20-30 հոգու մասին է, Մարինե ջան։ Շատ լավ։ Արտակում ծավալվող գործընթացների հետ կապված Մարինե, այսօր դուք հարցազրույց եք տվել լրատվամիջոցներից մեկին եւ ասել եք, որ այս շարժումը ձեր կարծիքով 2008 թվականի շարժման շարունակությունն է։ Ոչ վաղ անցյալում ինձ հետ զրույցում այլ ֆորմատում նշել եք, որ 2008-ի շարժումը դա թատրոն էր, շատ սիրուն թատրոն էր, որի դերակատարը թվում էր, թե դուք դերակատար եք, բայց պարզվեց, որ դուք դերակատար չեք։ Եթե ասում եք, որ 2008-ի շարունակությունն է այս շարժումը, կարող ենք ենթադրել, որ այստեղ եւս կա թատրոնի բաղադրիչը։ Ցանկացած քաղաքական գործողության մեջ կա թատրոնի, այսինքն մանավանդ այն, որը հրապարակային է, կա թատրոն։ Ես չեմ ժխտի, ասեմ, որ այդ նույն հոդվածում, որը դուք վկայակոչի հարցազրույցում ավելի շուտ, ես նաև ասել եմ, որ ես բաներ եմ ասել, որոնք հետո հասկացել եմ, որ սխալ են, հա։ Եվ ես դա հասկացել եմ շատ բարձ ձևով։ Ես ընդհանրապես ռեալության սկզբունքից ելնելով փորձել եմ մնացած տարբերակները։ Ես հեռացել եմ հակից ոչ թե որ ինչ որ նեղացել եմ կամ այլ, տեսել եմ, որ դա ինչ որ մի պահ, ասենք, տեսել եմ, որ դա ոչ միտեղ չի տան, որ դա պարտվեց, վերջացա, փնտրել եմ ուրիշ տարբերակներ, բայց հետո տեսել եմ, որ այն մյուս տարբերակները բոլորը շատ ավելի վատն են, վերադարձել եմ այն տարբերակին, որը ամենառեալն էր եւ այսօր ապացուցվում է, որ ռեալն էր, հա։ Իսկ ինչ որ մա թատրոնին, հա, իհարկե, այդտեղ ասենք թատրոն կա, ասենք Լևոն Տեր-Պետրոսյանի այդ քվեարկության մեջ, որ ինքը քվեարկեց վերջին, չէ, իր ստրատեգիան, թատրոն էր դա։ Բայց դա, չգիտեմ, բոլորն հասկանում են, որ դա թատրոն էր, բայց եթե դու չես ուզում այդ թատրոնի բան մասնակից, ես գտել եմ ձևը, հա, եթե դու չես ուզում այդ թատրոնի պարզապես ոչ մի բան չներկայացնող մասնակիցը լինես, դու հնարավորություն ունես այսօր լրիվ, այսինքն այսօր լրիվ բացարձակ չի պահանջվում, որ իդեպ ինչ որտեղ որ այսօր այն 2008-ի խանդավառությունը չկա, դա ինչ որտեղ դրան օգնում է, որտեղ այդ խանդավառության մեջ դու իսկապես մի քիչ էլի, իսկապես թատրոն էր։ Հիմա քիչ է թատրոնը, ասեմ ձեզ։ Այսօր Հայաստանի հասարակություն տարբեր է եւ լավ իմաստով է տարբեր։ Շատ լավ, եւ այդ լավ իմաստով տարբերությունը ում Գալստյան բը ներմուծվել Գագիկ Ծառուկյանի, Բարգավաճ Հայաստանի ժամանակին դարձյալ համարում եք ամենավտանգավոր էլեմենտը։ Հիմա էլ ասեմ նաև վտանգի մասին, իսկապես։ Ընդ որում այդ վտանգը իմ տպավորությամբ գալիս է ոչ այնքան բուն Գագիկ Ծառուկյանից, որքան իր շրջապատում կան, եթե նայենք Գյոթորեյեմը, կա այդ ոճը, որը եթե շարունակվի, ինքը կարող է իսկապես վտանգավոր բաների բերել, հա, դա եւ մանավանդ որ Գագիկ Ծառուկյանն այդքան հարստություն ունի եւ ունի այդ բանակը, պաշտողների, դա վտանգ է, բայց ես կարծում եմ, քանի որ իր կողքին կա ՀԱԿ-ը, որ այս դեպքում լրիվ ուրիշ ուժ է եւ ինքը հավասարակշռություն է ստեղծում, այդ վտանգը ես չեմ պատկերացնում, որ Բարգավաճը դառնա միանձնյա, հա, իշխանություն եւ ես օրինակ առաջարկեի այն մարդկանց, որոնք դրանից վախում են, ես ինքս դրանից վախում եմ։ Եվ այդ ինչ եմ անում, որ դա այդ ամենավատ տարբերակը չիրականանա։
Եվ ես առաջարկում եմ այն մարդկանց, որոնք երեակի նկատմամբ ասենք առանձնապես այսօրվա վիճակով լավ չեն տրամադրված քննադատապար, բայց իրենք ակտիվանան եւ իրենք ակտիվանան ոչ թե այն իմաստով Լևոն քո դիրքորոշումը ինձ թվում է շատ ոչ պրոդուկտիվ, ոչ արդյունավետ։ Ոչ թե ասել վայ նեղացավ, այն հա, նեղանալ կարող ես նեղանալ եւ հիմք ունես երեն։ Այլ ավելի բան, այսինքն երեակից ոչ թե ասել երեակը վայ ինչ վատ, այլ պահանջներ ներկայացնել երեակին։ Ռուբիկոնը անցել է երեակը։ Անցել է մի այնպիսի Ռուբիկոն, որից են կողմ է թողել ահագին շատ մեծ թվով մարդկանց, որոնք իրենց միամիտ տեղով հավատում են, որ անկախությունը ահագին բարձր արժեք է, քան թե մնացած բաները, քան թե անվտանգությունը նույնիսկ։ Ու ցավոք դա այդպես տեղի ունեցավ, էլի։ Ես դեմ չեմ, որ կարող է ինչ-ինչ փոփոխություններ անեն, հա, ներքին կյանքում, իշխանափոխություն։ Մի գիշերում հանրապետականների 80%-ը դառնա Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, սովոր են, չէ՞, այդ մարդիկ եւ այլն։ Բայց որ այնտեղ ֆունդամենտալ արժեք է զիջվել, սրա հետ ես անհաշտ եմ։ Լավ, շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ Անտինոմիայի տաղավարում այսօր հյուրընկալել էինք Մարինե Պետրոսյանին եւ Լևոն Բարսեղյանին։ Ցտեսություն։